Պարոն Սաղաթելյան, ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացին։ Երեք այդ մասին արդեն ասել եմ, որ ակնհայտ է բոլոր ազդեցիկ անձանց, ովքեր կանգնած են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ովքեր ժամանակահատվածում օգնել են Արցախին, բարձրաձայնում են Արցախի հարցի մասին, այս իշխանությունների կողմից թիրախ է։ Հետևաբար այս ամբողջ հալածանքները, բռնությունները, այս ամեն ինչ որ կատարում է, պետք է նայել այդ կոնտեքստում։ Մնացածը արդեն փաթեթավորման հարց է, իսկ Նիկոլ Փաշինյանը իր սերիկայություններով դրա վարպետն է։ Հաստորեն եկեղեցուն աջակցել նշանակում է իշխանությունը զավթել, սա է այս իշխանությունների եւ ուժայինների տրամաբանությունը։ Տեսեք, այս իշխանությունների տրամաբանությունը շատ հստակ է, վերացնել բոլոր դիմադրության օջախները, ազգային ուժերին, անհատներին, հեղինակություն, միջազգային կապեր, իրենցից ինչ-որ բան ներկայացնող մարդկանց, սա նաև իրենց վախի ցուցիչն է, որը շատ հետևողականորեն փորձում են այս ճանապարհով վախեցնել, լռեցնել, սա շատ ուղերձ է նաև բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սա է սպասում։ Ու սա շատ-շատերին մեկ անգամ եւս մտածելու տեղիք է տալիս։ Նաև նրանց, ովքեր մտածում են, որ իրենց հերթը չի հասնելու, այս պետք է բոլորը տեսնեն, գիտակցեն, հասկանան խորությամբ, թե ինչ է կատարվում մեր շուրջ, մեր երկրի ներսում եւ իրական թշնամիները ինչ են անում մեր պետությանը։ Պարոն Սաղաթելյան, բազմական ժողովրդի Փաշինյանը հայտարարեց, որ այդ հայտարարությունները եկեղեցու մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր, փորձ է արվում, տպավորություն ստեղծել Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղից ու իրենց ձևերով ասած ինչ-որ բան անել, ասում է, եթե կոնկրետ լուծումներ ունի Հայաստանի Հանրապետությունն ու չի հանդուրժի ինքը, որ որևէ մեկի դեպքում փոթորկի նման բաներ ասի։ Դա ինչ է ասել մարդը, ասել է եկեղեցու կողքն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանությունից, պետությունից, պետականությունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը Հայաստանի ինքնիշխանության եւ պետականության առհասարակ թշնամին է։ Դա ակնհայտ է։ Իսկ այն մյուս հայտարարությունը, որ պետք է ազգայնացվի, պետականացվի հեծը եւ այլ նմանատիպ կառույցներ, դա էլ շատ հստակ պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Առհասարակ ռուսական կապիտալով ընկերությունները, հեծը կլինի, վաղը կլինի Գազպրոմ Արմենիան, հետո Քաջարյանը, միսօրը Հարավկովկասյան երկաթուղիները, ինքը պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հասնի Թուրքիա։ Այսա սրա քաղաքականության վերջը եւ սենց մեծ կապիտալով փորձում ամսի 20-ին գնալ Թուրքիա ներկայացնելու, թե տեսեք ես ինչեր եմ անում, եկեղեցու դեմ պայքարելով, գործիչների դեմ պայքարելով, շատ ուղիղ եւ շատ ուղիղ հասկանում են ինքը քայլեր ձեռնարկում ռուսական կապիտալով ընկերությունների, ռուսական ազդեցությունը ստեղ թույլատնելու եւ դրա փոխարեն Թուրքիային Հայաստան մտցնելու ուղղությամբ։ Այս է սրա քաղաքականության ուղիղ պարզ բանաձևը ինչ ուզում է որ անի։ Մնացածը արդեն այս ամեն ինչը ոնց կարա փաթեթավորի մեր ժողովրդին խաբելու համար, դա իր եւ իր վարպետների, տերերի վարպետությունն է։ Երբ որ գնում եմ, ասում են փչացել է։ Ոչ մի լավ բան։ Ոչ մի լավ բան, ընդ որում որ ներկայացնում է սա պատմական առաջին դեպքն է եւ այլ, Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիները բոլորը ձախողման, պարտության, նվաստացման, հերթական գնում է իրականում, ասես պետք է շատ բառացի արդեն ամեն ինչ ձևակերպել, էլի, որովհետեւ այնքան հստակ է գնում է իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար։ Իսկ եթե այն խոսակցությունը, որ կային օրակարգը նաև գնում է Անկարայում քննարկել Բաքվի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որ իրականում կապիտուլյացիա է, ու արդեն Թուրքիան է միջնորդ դառնում հայ-ադրբեջանական հարաբերություններին, նրանով արդեն ամեն ինչ ասված։ Պարոն Սաղաթելյան, իսկ ինչ եք վարվում ձեր քաղաքական ուժը կանխելու այս սցենարները, որոնց մասին նշում եք։
Դուք ես հարցը սենց առոնքրատ ինձ հետևական պատասխանեց, ես սիրով ամեն անգամ պատասխանում եմ, ասնով 5 տարվա ընթացքում կարծում ինչ են կարել բոլորի աչքի առջևը, առհասարակ այդ հարցը պետք է տակ նրանց, ովքեր մինչև հիմա որևէ բան չեն արել, եւ շատ հստակ ասում եմ, այս բանը լուրջ խորհրդակցություններ են տեղի ունենում, ավելի խորքային գործընթաց սկսելու համար, ավելի կոնկրետ գործընթացը ենթադրում են այլ գործողություններ, ավելի կոնկրետ, ավելի հստակ ես մանր եւ բան չեմ կարող որոշնական ասել, բայց կարող եմ հստակ ասել, որ կա խորհրդակցություն տարբեր ուժերի, քաղաքական գործիչների միջև ստեղծված իրավիճակում համարժեք քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Պարոն Սաղաթելյան, երբ Փաշինյանը նամակների միջոցով օրինակ նույնիսկ ԲԴԽ-ի նախագահ է աշխատանքից հանում, այս պարագայում դատարանից ինչ ակնկալիք ունեք։ Առհասարակ Նիկոլի դատարաններից մեծ ակնկալիք ունենալը լուրջ չի, բայց քանի որ գործը շատ ջուրը, շատ ծիծաղելի է, ծաղրի առարկա է սա ամեն ինչը, դրա համար միշտ ինչ-որ մի տոկոս հույս ունես արդարության, չգիտեմ, ողջամտության, բայց ընդհանրապես Նիկոլի տիրապետության տակ գտնվող դատարաններից մեծ հույս ունենալ չի կարող։ Սաղաթելյան, տարածաշրջանային իրադարձությունների, եթե կարելի է անդրադառնանք, Իրանի հայ համայնքից արդեն ներկայացուցիչներ ունեն, ովքեր փորձում են վերադառնալ Հայաստան սահմանക്കുന്ന սահմանը, խոսում եք իրենց հետ, ինչ կապ ունեք, ինչ չեք կատարում այնտեղ։ Համանա մեկ ժամ առաջ եմ խոսել Իրանի մեր ընկերների հետ, գիտակցությունը կառույցները համայնքում կայացում բավականին վիճակը գնալով տագնապալի է դառնում։ Հայաստան այս բանին գալիս են ոչ միայն իրանահայեր, այլ նաև իրանցիներ ու բավականին մեծ հոսքով։ Իշխանը մեր պետությունը պատրաստ է մարտահրավերը դիմավորելու այս ծանր աշխարհաքաղաքական պայմաններում մեր երկրի շուրջ ինչ է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանի գործողություններից արդեն ակնհայտ է, որ մարդը գոյություն չունի, սրա առաջնային խնդիրը երբեք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կամ պետականությունը չի։ Այս իմաստով, որ տեսնում ես ինչ է կատարվում մեր շուրջ, ով է Հայաստանի իշխանությունը, մտահոգությունները կրկնապատկվում են ու բավականին մտահոգիչ է այն ինչ որ տեղի ունենում։ Պիկի Զորաբյան, հավեցեք։ Տեսեք, երբ որ ասեցին, որ Փաշինյանը նույն դրամապանությամբ խոսում էր Արցախի մասին, ասելով